1961 թվականին Գևորգ Գորգիսյանի ընտանիքն արդեն ապրում է Երևանում։ Սիբիրյան աքսորը մնացել է անցյալում, բայց երազների մղձավանջում դեռ արձագանքվում են սոսկալի տարիների ապրումները, կալանքի գիշերը, դեպի ձյունածածկ, անցիր հեռաստանները սլացող վագոնների հեղձուցիչ օդը, մռայլ Ալթայի սովն ու ցուրտը, գրած նվաստացումները, հուսահատությունը, ցավը։ Միթե սա էր հայրենադարձվելու գինը, միթե նման տաժանակիր պատժի արժանի հանցանք էր հավատարմությունն իր սեփական արյանն ու սերն առ Հայաստանը։ Իրեն արդարության ու ազատության պահապան հռչակած հասարակարգը ցույց տվեց իր իրական դեմքը, արյունաներկ բռնապետություն։ 1979 թվականի փետրվարի 18 հայոց մեծ եղեռնի հիշատակը խորհրդանշող անմար կրակի մոտ 18-ամյա Մովսես Գորգիսյանը որդեգրվում է Հայաստանի պետականության վերականգնման, հայրենիքի անկախացման ազգային ազատագրական պայքարին ու դառնում ընդհատակի ազգային միացյալ կուսակցության երդվյալ անդամ։ Վիճակը գծված է, նրա կյանքի ընտրությունն այլևս պայքարն է ու մաքարումը, ճակատագիրը անմնացորդ նվիրում եւ ծառայություն ազատության, անկախության եւ ազգային պետականության բացարձակ գաղափարներին։ Թվականին, երբ Հայրիկյանը վերադարձավ աքսորից, ազգային միացյալ կուսակցության 5 անդամներ՝ Պաուլ Հայրիկյանը, Ռազմիկ Մարկոսյանը, Մեխակ Գաբրիելյանը, Սուսաննա Ավագյանը եւ Մովսես Գորգիսյանը ազգային միացյալ կուսակցության պայքարը ընդհատակից տեղափոխեցին բացահայտ պայքարի եւ ստեղծվեց ազգային ինքնորոշում միավորումը։ Հայ ազգը ի կոչ ազգային ինքնորոշում միավորման ոտքի է կանգնելու տոնելու իր դարավոր լծից, սրկական լծից ազատագրումը, տոնելու իր հայրենիքի ստեղծումը, իր բաղձանքի իրականացման երազանքի օրը։ Եվ այն ժամանակ, երբ հազարավոր մարդիկ բղավում էին պարտիա, Լենին, Գորբաչով, սեսիա, Ղարաբաղը մերն է, Մովսեսը եւ իր ընկերները եւ կազմակերպությունը պիտի ասեն, որ միակն էր, որ գիտակցում էր պետականության վերականգնման եւ Հայաստանի անկախության մասին եւ այդ ուղղությամբ էր քարոզ տանում։ Մովսեսն իր ելույթներում ասում էր, Արցախին կարող է օգնել միայն հզոր Հայաստանը։ Ուստի պիտի մենք ունենանք Հայաստան, մենք պիտի ունենանք պետություն, մենք պիտի ունենանք պետականություն, որպեսզի կարողանանք աշխարհին հայտ ներկայացնել։ Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության ներքին գործերի նախարար Հուսիկ Հարությունյանին, Հայաստանի Կոմկուսի կենտրոնի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանին, լրատվական գործակալություններին, բաց նամակ։ Հայաստանի կենտրոնական կոմիտե եւ ներքին գործեր կոչվող, սակայն Մոսկովյան բռնապետության եւ զավթիչ զորքերի հլուգործակալ ձեր նախարարությունները մեկ տարվա ընթացքում կարողացան 3 անգամ ձերբակալել ինձ եւ եռակի ապացուցել իրենց ստրկական կախումը օտար նվաճողներից։ Ես չեմ պատմի երիցս անհիմն ու անհեթեթ իմ ձերբակալությունների մասին, քանի որ դրանց շինծու զրպարտական բնույթը մշակվել է Մոսկովյան ինտերնացիոնալ զուլարաններում եւ ձեր ու պակ կոչվածի մեր ազգի պատուհաս խոհանոցներում։ Կասեմ հետևյալը. տեսնելով, որ հայ ազգի մի ողջ բանակ կարող է ծառայել օտարին, իր իսկ ազգի շահերի դեմ, իմանալով հանդերձ, որ դահիճները պատժվում են եթե ոչ իրենց զոհերի, ապա անպայման իրենց հրամայողների կողմից։ Ես ամաչում եմ ձեր փոխարեն։ Ձեր նախորդներն էին, որ միլիոնների արյամբ մկրտված եւ հոգեվարքի ճիչերով ազատ հռչակված մեր հայրենիքի դռները բացեցին 11-րդ ռուս թաթարական կարմիր բանակի առաջ։ Եվ դուք եք, որ 68 տարի հետո հանդուրժում եք այդ զորքերի լկտի ներխուժումը մեր տները,
Հանդուրժելով է, որ թույլ եք տալիս մի ողջ ազգի իր ճշմարտացի պայքարով հանդերձ վարկաբեկեն եւ մեր կանանց, մայրերին բանտարկելով մեզ կավատ անվանեն։ Հայ մայրերը ձեզ չեն մոռանա։ Նահատակների նախատինքը ապրողներիս հայացքում դուք կկարդաք։ Ձեր նախորդներն էին, որ Եղեռնից մազապուրց եղած մի բուր հայության գլխին կախեցին մի նոր, տևական ռուս թաթարական դաշում, որն իջնելով 1:20 թվին, 1:37-ին, 1:40-ին ու 46-ին, կտրելով տարավ ազգի սիրտ դարձած մտավորականությանն ու գործիչներին, եւ հիմա դուք եք նույն սուրն իջեցնում, երկրաշարժ կոչված Եղեռնից պրծած մի բուր հայության մտավորականների ու գործիչների գլուխը ջարդում, միտքը կաղապարում ու լեզուն կտրում, կգա ձեր օրն էլ պատասխան տալու, թե ինչպես եղավ, որ միջնորդ դարձաք ու կոմիտեի մեր գործիչներին միևնույն հրեշի ռեխը նետեցիք ու Մոսկվային հաջողանալով մի երկուսին էլ սկուտեղի վրա Բաքվին հանձնեցիք։ Այդ ինչ ուժերին միջև եք գործում, ձեր իսկ ձագերին աչու ձախ տալով, չէ որ ձագերիդ արյունն է բուրում նախարարական ձեր հագուստներից, իսկ սենունդները այդ հոտը կառնեն եւ ձեզ չեն ների։ Ես խղճում եմ ձեզ։ Երևանի ներքին գործերի վարչության ժամանակավոր մեկուսարանի համար 23 խցի հայրենիք ամսագրի խմբագիր Մովսես Գևորգի Գորգիսյան 1989 թվական։ «1990 թվական, հունվար, սկսվում են հայ-ադրբեջանական առաջին կատաղի ընդհարումները Երասխավանում, որպես անկախության բանակի հիմնադիր, Մովսես Գորգիսյանը մարտի առաջին գծում է, կիզակետում։ Մենք դեմ չենք ոչ մեկին, նպատակ չունենք դեմ դուրս գալու, մենք կողմ ենք հայ ազգի բարգավաճմանը, հայ ազգի ազատությանը։ Հանդուրժողականության նրա այս կոչին Մոսկվան ու Բաքուն արձագանքել են փաստացի պատերազմի պարտադրանքով եւ այժմ ազատության պայքարը ընդհատակից ու խաղաղ հանրահավաքների շրջանից թևակողում է ռազմական արճակատման փուլը եւ դարձյալ Գորգիսյանն առաջինն է։ Ելույթների հարթակին փոխարինելու է գալիս խրամատը, բարձրախոսին ձեռքում սեղմած զենքը։ Չեցե, ազատ եւ անկախ Հայաստան 19 հունվարի 90 թվական, Երասխավան։ Թեժկռվի ժամանակ անկախության բանակի դիրքերում տարածվում է բոթը, Մոսոն խփվեց։ Սկզբնապես ոչ ոք չի հավատում լսածին։ Նման բան չի կարող լինել։ Սակայն րոպեներ անց ազատամարտիկները ճանաչում են կարակային գոտուց ընկերոջ ձեռքերի վրա դուրս բերվող անշունչ ու արնաներկ Մովսես Գորգիսյանին։ Ազատության անխոնջ մարտիկը, հայոց անկախության այգաբաց նավետած մունետիկն այլևս չկա։ Պատմության կերտումը մարգարեների առանձնաշնորհը չէ։ Պատմության փոթորկումներն ու շրջադարձերը լոկ մեկ պահի ծնունդ չեն, ոչ էլ 10 կամ նույնիսկ 100 անհատի կամքով ու ջիքով գործադրված իրողություն։ Պատմության ընթացքի այս կամ այն ուղղություններն առաջանում են միլիոնավոր աննշան կամ մեծ նախապայմանների հանրագումարում։ Նախապայմաններ, որոնք ընդհանրության մեջ կանխորոշում են գալիքը։ Եվ ուրեմն այդ դեպքում ով է այն անձը, ում կոչում ենք պատմության մարգարե, եւ որն է նրա դերը, եթե ոչ պատմության անմիջական կերտումը։ Մարգարե Առաքյալ, նախակարապետ, ահա Ռավել մոտ համեմատականը, անհատ, որը գալիք պատմական հեղափոխման մունետիկն է, գաղափարական մեկնիչը, մարդ, ով վերջապես անձնավորում խորհրդանշում է պատմական այդ իրողությունը իր նկարագրով, կյանքով, ճակատագրով ու էությամբ։ Նա ծնվում է ճիշտ ժամանակին եւ ասպարեզ գալիս հենց այն պահին եւ այնտեղ, ուր նրա կարիքն է զգացվում, երբ հեղափոխություններին ընդառաջ փոթորկել է պետք միլիոնավոր նիրհած հոգիների, երբ փարատել է պետք մարդկանց ահն ու անհանգստությունը սպասվելիք իրադարձությունների նկատմամբ, երբ ճշմարիտ խոսքով գոտեպնդել է պետք մեծ ու անխուսափելի փորձությունների շեմին։ Մարգարե նույնն է թե ճշմարտության ջահակիր, ընդդիմախոս, ըմբոստ, ուրեմն նրա առաքելությունն ի սկզբանե պայքարն է, ճակատագրի պսակը
նահատակություն։ Նրա ուղին տատասկոտ է, փարավոններն ու հերովդեսները, Պիղատոսներն ու փարիսեցիները սոսկում են նրանից, տենչում նրա լռությունն ու մահը, բայց նա ինքը վախ չունի, նա չի լռում, չի ընկրկում, քանզի հավետում է անդառնալին, հավետում է Աստծո օրհնությամբ ու սրբասուրբ արյունով ցողված արդարության գալուստը։ Իրավի, պատմության կերտումը մարգարեների առանձնաշնորհը չէ, բայց առանց մարգարեների պատմություն չկա։